համակարգը փտած է, ու այդ փտած համակարգը ծնում է այսպիսի պարտություններ։ Ես զարմանում եմ, որ մեր հայրենակիցները զարմանում են, գիտեք։ Եթե այս մարդը 5000 հոգու տարե մատաղ է, մի հատ 11000 քառակուսի կիլոմետր հող հանձն է։ Հայաստանի Հանրապետությունը փաստացի օկուպացիայի մեջ է իր իշխանության ժամանակահատվածում 200 քառակուսի կիլոմետր եւ ցեղասպանություն հրաժարել եւ այլն, մենք զարմանում ենք, որ ինքը ֆուտբոլը գնացա պարտվել է, այս ուղղակի ծիծաղելի է Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ։ Ուրեմն նոր զիջումներ է պատրաստվում անել եւ Հայաստանի Հանրապետությունից նոր զիջումներ պատրաստվում անել եւ հայ-ռուսական հարաբերությունների մասով է պատրաստվում նոր զիջումներ անել։ Նա ուզում է մատաղ անել, նորից եմ ասում, այն ձեռքբերումները, որոնք որ մենք տարիների ընթացքում կաթիլ հավաքել ենք։ Նիկոլ Փաշինյանը ուզում է դա մսխի, ինչ է ուզում անի։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը տարիներ շարունակ ցույց է տվել, որ մենք չունենք ամբիցիա իշխանության գալու, մենք ունենք 100% ամբիցիա Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։ Հողի համար չեն բանակցում, հողի համար մարդիկ իրենց կյանքն են տվել, իրենց քրտինքով ու արունով պահել են, դու հիմա ասում ես հողի համար մենք չենք բանակցելու, տենց հələ կերևա ինչ ալնելու, էլի։ Մենք հողի համար մեր հայրենակիցները 5000-ից ավել տղա իր կյանքն է տվել, ոնց կարելի է հողի մասին տենց խոսալ։ Իրավունք TV տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիխ Դանելյանին, շնորհակալություն պարոն Դանելյան հրավերն ընդունելու համար։ Պարոն Դանելյան, չեմ կարող ամենասկզբից չանդրադառնալ 3 տեղի ունեցածին, բոլորիս ուշ-ուշով հետևում էինք հայ-վրացական ֆուտբոլին եւ բոլորը, այսօր նյարդայնացած են, բարկացած, թե ինչ տեղի ունեցավ, այդպիսի խայտառակ պարտություն, թե Հայաստանում, թե Վրաստանում։ Ինչ կասեք այս մասին։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես ֆուտբոլային խաղերի ընթացքում պարբերաբար հրապարակում եմ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի միասնական նկարները, թե ֆուտբոլի խաղը դիտելու ժամանակ, թե այլ հատվածներում, ինչի համար։ Նաեւ ես ցավոք սրտի երեք այդ խայտառակ պարտությունից հետո մի հետաքրքիր բան եմ ֆիքսել շատ կարճ, որ մենք փաստորեն պատմության ընթացքում տարբեր շրջաններում, բայց գրեթե բոլոր ուղղություններով երբեք չենք գնահատել այն ինչ ունեցել ենք, դրա համար ստացել ենք այն ինչ ունենք այսօր։ Երբ որ ֆուտբոլը լավ ա եղել, ասել ենք որ վատ է, բանակցային գործընթացը լավ ա եղել, ասել ենք որ վատ է, բանակի վիճակը լավ ա եղել, ասել ենք վատ է, տնտեսության վիճակը լավ ա եղել, ասել ենք վատ է եւ սենց կարելի է շարունակել։ Հիմա մենք ստանում ենք այն վատը, որը երկար տարիներ ասել ենք, հա, մենք հավատացել ենք այդ վատին, բայց ապրել նորմալ ենք ապրել հրանտ ջան, բանակ ենք ունեցել, Արցախ ենք ունեցել, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարություն ենք ունեցել, ոչ գերեվարված, բանակցային գործընթաց ենք ունեցել 5 հայտարարություններով ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների գլխավորությամբ հայտարարությունների, որ Արցախը ինքնորոշվել երևույթ եւ այս ամեն ինչը չենք գնահատել, ասել ենք, որ սա իրականում չկա, Նիկոլ Փաշինյանն այսօր եկել է ջնջում է բոլոր մեր հաղթանակները եւ նա ջնջելու է բոլոր հաղթանակները ոչ միայն բանակցային գործընթացում, նա ջնջելու է հաղթանակները բոլոր ուղղություններով, ինչը որ վերաբերվում է ազգային շահին, հա, իսկ թեկուզ ֆուտբոլը կամ սպորտը առհասարակ մենք գիտենք, որ դա եւս ազգային շահ է ներկայացնում, որովհետեւ միջազգային խաղ է, միջազգային մեր վարկանիշն է, հա, թե ինչ, ասենք ուրիշ ձև է, չէ, ընկալվում օրինակ ինչի երեք մեր երկրպագուների հետ այդպես վարվեցին մի քանի երկրպագու վրացի, թեև այս թեմային ուզում եմ կարճ անդրադառնամ, ասելով, որ ես խնդրում եմ մեր հայրենակիցներից բոլորիս համար է դա այն իրավիճակը, որ վրդովեցնում է մեզ, բայց մենք պետք է հասկանանք, որ մի քանի երկրպագուների սխալ պահվածքի պատճառով չպետք է տրամադրվենք ազգի նկատմամբ ընդհանրապես, վրացիները մեր բարեկամ ժողովուրդն են, մենք քրիստոնյա եղբայրներ ենք, իրար կողք կողքի ապրող,
ուղղակի այդ միջադեպը շատ տագեղ էր, շատ վատ միջադեպ ա եղել եւ ես վստահ եմ, որ մեր վրացի եղբայրները, Վրաստանի իշխանությունները նաեւ կպատժեն այդ մարդկանց, ովքեր իրենց հյուրերի նկատմամբ տենց են վարվել, որովհետեւ նույն օրինակով կարող են տեսնել, թե մենք ինչպես ենք վարվել, անգամ այստեղ պարտվելուց հետո, հա, մենք իրանց հարգեպատվել ենք որպես հյուր։ Բայց այս ամեն ինչը, ինչ որ մեր հետ կատարվում է, չէ, հիմա հարց է, չէ, առաջանում, մենք էլի ենք, չէ, վրացիների հետ խաղացել։ Մենք էլի ենք, չէ, Ադրբեջանի հետ բանակցություններ ունեցել։ Մենք էլի ենք ուրիշ հարաբերություն, բա խեր են վաղտ ուրիշ ձև։ Հիմա մարդիկ ասում են դուք պաթետիկ խոսույթ եք բանանում, էլի, պաթետիկ խոսույթի շրջանակներում եք հանդես գալիս, բայց դա տենց չի։ Մենք ոչ թե պաթոս ենք դնում մեր խոսքի տակ, մենք ժամանակագրական տվյալներ ենք դնում, որոնք որ բոլոր մարդիկ կարող են դասագրքային ճշմարտություն այն ասած, էլի կարող են մտնեն թերթերում կամ ասիկան YouTube-ում մտնեն նայեն, թե ոնց էր Իլհամ Ալիևը ժամանակին ասում, որ նրան փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում եւ ոնց է հիմա նույն Վրաստանում այն երգը, որը որ Իլհամ Ալիևի խոսքից ստեղծվել է, Նոլդու Փաշինյանը Վրաստանում հիմա ոնց են երգում, ուրեմն երգերը դնում են, սկսում են պարել Նոլդու Փաշինյան եւ այս հայտարարակ իրավիճակը, որ մենք ունենք։ Սա ղեկավարման տոտալ ցախողում է բոլոր ոլորտների եւ ես մի քանի անգամ ասել եմ, եւս մեկ անգամ ուզում եմ նշել, որ հարգելի հրանտ, այս մարդիկ ձյուն չեն կարող հավաքեն։ Այս մարդկանցից մենք ինչ ենք ակնկալում ավել, այսինքն ինչ բանակցային գործընթաց, իրանք չեն կարող, իրանք ձուն չեն ծառ չեն կարող խնամեն ասկերում, իրանք կարող են կտրեն։ Իրանցը քոքան անելն է, հանձնելն է, վաճառելն է, փչացնելն է, քանդելն է, այդ իրանց մոտ լավ է։ Ու հիմա այս ամենը թողած պահանջել ոչ թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այլ ֆեդերացիայի նախագահ Մելիք Բեկյանի, որքանով է արդարացված, այսպես ասած, այդ քաղաքականությունով չզբաղվողները հիմա սա են առաջ մղում, հա, որ պետք է ֆեդերացիայի նախագահ հրաժարական տա։ Տեսեք, մենք կարող ենք նայել, օրինակ ես ֆուտբոլային երկրպագու չեմ, բայց ընկերներ ունեմ, ովքեր որ ֆուտբոլի խաղերի մեծ երկրպագուներ են եւ ես իրանց հասկանում եք, իրանց համար ֆուտբոլը մի ուրիշ կյանք է ու քաղաքականությունը եւ այլնը այդ ֆուտբոլային կյանքի մեջ իրանց մոտ ամենաանկեղծությամբ չի մտնում։ Իրանք համարում են, որ լավ ֆուտբոլի կազմակերպիչը, լավ կառավարիչը կարող է մեր ֆուտբոլը հասնել բարձր աստիճանի անկախ Նիկոլ Փաշինյանի տգիտությունից, որտեղ ոնց որ ֆուտբոլը անկախ, հա, ֆուտբոլի ֆեդերացիան անկախ մարմին է մասամբ, որ ապակաղակականացված է, մաքսիմում ապակաղակականացված է, որտեղ տենց իրանք շատ չեն մտնում թեմայի մեջ։ Ապակաղակականացված է, որ Վովա Փաշինյանի մրցաշար էին անցկացնում։ Այո, չէ, այդ առումով չէ, այն առումով են ապակաղակականացած, որ իրանք կարա, այսինքն էլ իր վրա լծակ չունի իշխանությունը, ասելով որ դու այ պետքա անպայման վատ ալնես։ Էլ այլ բան է, որ իշխանությունն ու ինքը այս պարագայում ոտի գնում են առաջ, համ ինքն է ձախողակ, համ իշխանությունն է ձախողակ, համ իրանք են տկարամիտ, համ իշխանությունն է տկարամիտ, դրա համար իրանք իրար հետ ջան-ջիգար անելով գնում են առաջ։ Նիկոլ Փաշինյանի շուրջ չի կարող լինել լավ մասնագետ, չի կարող լինել մարդ, ով որ Հայաստանում կառավարչական հմտություններ շատ մեծ ունի, որովհետև Նիկոլ Փաշինյանը ուղղակի հանի գործից։ Նիկոլ Փաշինյանը ունի ֆոբիա խելացի մարդկանցից։ Նիկոլ Փաշինյանը, ով իրանից ավելի խելացի է, ով իրանից ավելի լավ քաղաքական գործիչ է, իր շրջանակներում ինքը չի կարող իրանց տանել, որովհետև ինչքան ժամանակ, այսինքն եթե խելացի մարդ լինի, բայց դու գիտես, չէ՞ որ դու տգետ ես։ Ինքը գիտի, չէ՞ որ ինքը տգետ է։ Ինքը գիտի, որ ինքը ուղղակի վարձու լրագրող է։ Հիմա վարչապետի աթոռին նստած նույն այդ գրչակն է, որ հոդվածներ է գրել, հա, հայկական ժամանակ օրաթերթում, հիմա ինքը նույնն է աստեյության մնացել, ուղղակի պաշտոնն է բարձրացել, դառել է վարչապետ։ Դրա համար ինքը չի թույլ տա, որ մենք ունենանք լավ գենշտաբի պետ, լավ պաշտպանության նախարար, լավ ֆուտբոլի ֆեդերացիա, դա անհնար է։ Եվ այո, դուք ճիշտ եք ասում։ Վերադառնալով այս կոնտեքստին, ես ուղղակի փորձում եմ մեր երկրպագուներին մի քիչ պաշտպանել, որովհետև իրանք չեն մտնում, թեև ես վստահ եմ, որ երկրպագուները եւս ազատագրական որոշ պայքարների մասնակից եւ ունեցել են եւ ունենալու են, բայց չեն մտնում, այո, իրանք ասում են, որ հնարավոր է այդ Մելիք Բեկյանի հերացման ինչ որ բան փոխել, թեև ես էլ ձեր հետ միասին համաձայն չեմ
անձի փոփոխությամբ, որովհետև իրենց մոտ համակարգն է փտած։ Համակարգը փտած է, ու այդ փտած համակարգը ծնում է այսպիսի պարտություններ։ Համակարգի փոփոխությունը կարող է առողջացնել, եւ մենք գիտենք, բժշկությունից հայտնի է մեզ, որ սկզբնաղբյուրը պետքա բուժվի, որպեսզի հիվանդությունը կանգ առնի, որովհետև ինչքան դու պատճառը չբուժես, այլ հետևանքը բուժես, պատճառը ծնելու է նոր հետևանքներ։ Հիմա մենք պետքա կարողանանք այդ անտիբիոտիկը այնպես օգտագործենք, որ պատճառը բուժենք, հետևանքը ինքն իրան կբուժվի։ Իսկ պատճառը ամեն ինչի 2018 թվականի իշխանը Զավթումն է։ Կարևորը, որ երբեք այսքան ինքնիշխան չենք եղել, այսքան սուվերեն չենք եղել, սա էր Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի կոնտեքստը, պարոն Դանիելյան, որ վերջապես եղանք փաստորեն մեզ սուվերեն անկախ պետություն լինելու համար պետք էր Արցախը հանձնել, պատերազմում պարտվել, հետո նաև ֆուտբոլում պարտվել, որպեսզի աշխարհը մեզ համարեր սուվերեն ու անկախ։ Տեսեք, նախ ես մեր հայրենակիցներին եւս մեկ անգամ այս ֆուտբոլի կոնտեքստում, ուզում եմ ասել, որ այս ֆուտբոլի խաղական միջոցառած մանր պարտություններ կամ միջին պարտություններ, ես զարմանում եմ, որ մեր հայրենակիցները զարմանում են, գիտեք։ Եթե այս մարդը 5000 հոգու տարե մատաղ է, մի հատ 11000 քառակուսի կիլոմետր հող է հանձնե։ Հայաստանի Հանրապետությունը փաստացի օկուպացիայի մեջ է իր իշխանության ժամանակահատվածում 200 քառակուսի կիլոմետր եւ ցեղասպանություն հրաժարել եւ այլն, մենք զարմանում ենք, որ ինքը ֆուտբոլը գնացա պարտվել է։ Այս ուղղակի ծիծաղելի է Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ։ Այս ծիծաղելի չէր լինի զավեշտալի կլիներ, այսինքն կտխրեինք այն ժամանակ, երբ որ լիներ ամեն ինչ նորմալ եւ այս ֆուտբոլը լիներ զարմանք լիներ, ասենք ախպեր, էս ինչ եղավ։ Այս ամեն ինչ մեր մոտ շատ լավ էր, այս ֆուտբոլն է սենց է։ Մեր մոտ բոլոր ուղղություններով ձախողումներ կա, ու Նիկոլ Փաշինյանը, այո, ձեր նշած հարցազրույցում ինքը բացի դրանից ինչ ասում, ասում է, բայց ինչ եմ հանձնել, որ ես։ Այո, ինքն զարմանում է լրագրողի վրա, որ ասում է, չէ, ի՞նչն ենք մենք, ասում է այն ժամանակ, ինչ է ինքը ասում է, այն ժամանակ չեն հանձնե, որտեվ խաղաղության հնարավորություն չի եղել։ Հիմա տեսեք, այստեղ հարցը առաջանում է մարդկանց ադեկվատության մասով, չէ՞ արդեն։ Որտեվ ինչ է նշանակում, այն ժամանակ չեն հանձնել, որովհետև խաղաղության հնարավորություն չի եղել։ Բայց այն ժամանակ խաղաղություն է եղել։ Տեսեք, մեր ժամանակահատվածում ամեն տարվա ընթացքում ես խոսամ առնվազն 2008-ից 2018 թվականի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներն է։ Մենք ունեցել ենք ազատագրված Արցախ, մենք ունեցել ենք բանակ, որը տարածաշրջանում գործոն է եղել, մենք ունեցել ենք բանակցային գործընթաց, որը բերել էր նրան, որ քառօրյա պատերազմից հետո 2016 թվականի հոկտեմբերի 10-ին Իլհամ Ալիևը ասում է, որ մեզ փակ դռների հետո ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Այդքան բան ճշմարտությունն է, այսքանն է։ Նիկոլ Փաշինյանը հիմա ասում է ցեղասպանությունն էլ մտ հասկանանք ոնց է եղել, դրանից հրաժարվենք։ Պատմական նայեք 2018 թվականին եկեք հիշենք, էլի։ 2018 թվականին Հայաստանը գալիս Բոլտոնը, ով ասում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր պատմական գաղափարներից։ Պատմական գաղափարները նրանց համար մեր ազգային դավանանքն առհասարակ, այսինքն մեր առաքելական եկեղեցին է, մեր Հայաստան-Արցախ-Սփյուռք երամիոսնությունն է մեր գաղափարի մեջ, ազգ հայրենիք պետությունն է եւ այլն։ Հիմա այս մարդը այդ գաղափարներից գնալով հրաժարվում է, ասես կտոր հրաժարվում է, մենք անընդհատ զարմանում ենք, ասում ենք վայ, բայց ո՞նց են եղավ, բայց ինքը հրաժարվելու է։ Ինքը հիմա ասում է, մենք իրան, տեսեք, ինքը ասում է, մենք գնում ենք խաղաղության, չէ՞, ինչով է դա կեղծ թեզ։ Ուղղակի տեսեք, Նիկոլ Փաշինյանի մասին այլևս խոսալուց մի տեսակ անհավես է իրան մեկնաբանելը, իր խոսքը մեկնաբանելը կամ ցիտելը իրան, որովհետև ես վստահեցնում եմ, որ հենց հիմա դուրս գանք փողոց, ում հարցնես Նիկոլ Փաշինյանի մասին կարծիք առնվազն ասել է, որ ինքը դավաճան է։ Որովհետև եթե մենք երկար տարիներ, այո, թեկուս հենց այս տաղավարից Հրանտ ջան, միասին մենք մեր հայրենակիցների հետ խոսել ենք ու ծանր տակտաջան աշխատանք ենք իրականացրել, որ բացատրենք իրենց, որ Նիկոլը իրենց խաբում է։ Օրդալյան, իսկ որտեղից Նիկոլ Փաշինյանին այդ վստահությունը, որ ինքը դեռ 2026-ին ընտրվելու է, որ մի հատ 2027-ին ասում է նոր կանենք սահմանադրական փոփոխություն։ Նիկոլ Փաշինյանին այդ վստահությունը տալիս են որոշ արտասահմանյան ուժեր, ում համար որ նրանց իշխանությունը այսօր ռևերանսներ է իրականացնում։ Նիկոլ Փաշինյանը այսօր անում է
հետևյալ քաղաքականությունն է տանում, հետևյալ տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը ընթանում։ Նիկոլ Փաշինյանը անում է ինչ որ պետության դեմ քայլ, ինչ որ պետության պահանջով։ Օրինակ, ինքը անում է հակառուսական քայլեր Եվրամիության պահանջով, ինքը անում է հակաիրանական քայլեր, օրինակ Թուրքիայի պահանջով, ինքը անում է եւ այլն, տարբեր ուղղություններով, հա, բայց այս բոլոր իր քայլերի ընթացքում առանցքը մենք ենք, հա, առանցքը մենք ենք, ու տուժում է հենց Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ իր բոլոր ձախողումները, իր իշխանությունը երկարաձգելու փորձերը Հայաստանի Հանրապետության կյանքից են տանում եւ մեր միջազգային ուրեմն դիմադրողականությունը իջել է 0-ի։ Մեր ազգային դիմադրողականությունը իջել է 0-ի 2018 թվականի Նիկոլ Փաշինյանի գալու օրվանից սկսած, բայց մենք ունեցել ենք միջազգային կապիտալ, որը կառուցել ենք երկար տարիներ։ Նիկոլ Փաշինյանը մինչև այսօր մսխում է մեր կապիտալը, որը որ մենք թողել ենք Հայաստանի Հանրապետությանը, այնպես ինչպես մենք բերել էինք Իսկանդեր, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այդպես մենք բերել էինք խաղաղության հնարավորություն եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ եղել է, կա եւ լինելու է խաղաղության կուսակցություն, որը ազգային արժեքների պահպանմանը միտված քայլերի շուրջ անում է այնպիսի գաղափարախոսությամբ քայլեր, որոնք բերում են խաղաղության, պարտադրված խաղաղության Ադրբեջանի։ Մենք երբեք չենք խոսել պատերազմի, այս սրանք որ հիմա խափում են մարդկանց, որ իշխանություն որ փոխվի պատերազմ է։ Ապա պատերազմը եղել մենակ ձեր իշխանության ժամանակ։ Մեր իշխանության ժամանակ եղել են մի քանի հարձակումներ եւ քարոզիա պատերազմ, որը որ Ադրբեջանի համար ճակատագրական նշանակություն ունեցել այդքան բան։ Անալյան, դուք նշեցիք Իսկանդերի մասին, հիմա Նիկոլ Փաշինյանը բերում է եվրոպական զենքեր Գերմանիայից եւ այլն, ամենայն դեպս այդ մասին հայտարարում են, ասում են Եվրամիության անդամակցման նախագիծը, հա, մուտք գործելու, այսպես ասած, սկզբնական այսօր հանձնաժողովը դրական եզրակացություն տրվեց, ազգային ժողովը քննարկի վստահ եմ կընդունեն, ինչ կասեք այս մասին։ Նիկոլ Փաշինյանը իմ ասած տրամաբանության մեջ ուրեմն նոր զիջումներ է պատրաստվում անել եւ Հայաստանի Հանրապետությունից է նոր զիջումներ պատրաստվում անել եւ հայ-ռուսական հարաբերությունների մասով է պատրաստվում նոր զիջումներ անել։ Նա ուզում է մատաղանել, նորից եմ ասում, այն ձեռքբերումները, որոնք որ մենք տարիների ընթացքում կաթիլ հավաքել ենք։ Նիկոլ Փաշինյանը ուզում է դա մսխի, ինչ է ուզում անի։ Նա Նիկոլ Փաշինյանը ասում է արևմտյան ուժերին, քանի որ ինքը այն գլոբալիստական թևի դրածոն է եղել եւ նրանք են իրան սատարել։ Նա մնացել է նրանց հույսին, որովհետեւ աշխարհի փոփոխությունը բերել է նրան, որ տեսնում եք Թուրքիայում եւ այլ տեղերում այսպես տուրբուլենտ հատված է եւ հիմա Հայաստանի Հանրապետությունը անհրաժեշտ է ղեկավար, ով այդ տուրբուլենտ հատվածով Հայաստանը կտանի, եթե չէ, Հայաստանի Հանրապետությունը այս տուրբուլենտ հատվածը չի հաղթահարի։ Հիմա տեսեք, Հայաստանի Հանրապետության տուրբուլենտ հատվածի հաղթահարման բաղադրիչներից մեկը մեր դաշնակցային հարաբերություններն են Ռուսաստանի Դաշնության հետ։ Կարևոր անվտանգային բաղադրիչն է մեր, ով տվել է եւ տալիս է հնարավորություն մեր անվտանգային համակարգին լինել ավելի ամուր եւ դրան գումարվում է նաեւ ԵԱՏՄ-ի գազի եւ տասնյակ այլ ուղղություններ, որոնցով որ մենք համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության հետ։ Նիկոլ Փաշինյանը ուզում է հրաժարվի այդ ամեն ինչից, հանի ռուսական բազան, հանի ռուսական սահմանապահներին, ու ասի, որ մենք գնում ենք եվրոինտեգրման գործընթացի ներքո ինչ որ քայլեր ձեռնարկել։ Նայեք, նախ սա կեղծ օրակարգ է ինչի համար, որովհետև եվրոինտեգրումը այս պահի դրությամբ հնարավոր չի Հայաստանի եւ Եվրամիության հետ, որովհետև մեզ այնտեղից չեն էլ հրավիրում։ Հիմա եթե իրանք ասում են, որ այն ժամանակ Սերժ Սարգսյանը մի գիշերում մտավ ԵԱՏՄ, բան, թեև սուտ են ասում, որ նախագահան տարիներ շարունակ
ջանք ու երանդ չի խնայել, որ մենք մտնենք ԵԱՏՄ մեր փոքր տնտեսությամբ, այսքան մեծ տնտեսությունների հետ առևտուր անենք, ոնց որ հիմա մեր բիզնեսմենները կարողանում են շնչեն մենակ ԵԱՏՄ-ի հաշվին, որովհետև այդտեղ են արտահանում, հավասարի կարգավիճակում, այո։ Հիմա ես ուզում եմ, որ Նիկոլ Փաշինյանը դեռ անցած շաբաթ մի գիշերվա մեջ մտածել էր ԵՄ։ Եթե նրանց համար դա տենց մի գիշերվա մեջ մտնելու բաներ էր, թող մտներ։ Նրանք դա խափում են, տեսեք։ Նրանք Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու են ավելի եւ ավելի շատ, բայց ինչ ձևով։ Նրանք ասում են մենք ուզում ենք գանք մայիսին, եղավ կգանք։ Մեծ սիրով մենք ձեր ընկերներն ենք, բայց տակից իրանք տեսեք չէ, իրանք անազնիվ են խաղում ռուսների հետ եւ այդ անազնիվ խաղը բոլոր ուղղություններով բերեց Արցախի հանձնմանը, որովհետեւ իրանք գնացին ռուսների հետ մի բան պայմանավորվեցին, ամերիկացիների հետ մի բան պայմանավորվեցին, Պրահայում գնացին առհասարակ հանձնեցին Արցախը եւ փաստորեն այն պայմանագիրը, որը մեր համար սկզբից կապիտուլյացիոն էր թվում, որովհետեւ նախորդ բոլոր պայմանագրերի մեջ Արցախը ինքնորոշվելու իրավունք ուներ, հիմա մենք արդեն ամեն ինչ փորձում ենք անել կամ ամեն ինչ պետք է անենք, որ վերադառնանք այդ փաստաթղթին, որովհետեւ միակ փաստաթուղթը փաստացի, որը ինչ որ ձև Արցախի ժողովրդի հարցը ինչ որ ձև այդտեղ գրած է, հասկանում եք, հաջորդ պայմանագիրը, որ Նիկոլ Փաշինյանը կստորագրի, արդեն մենք կերազենք այս նոյեմբերի 9-ի մասին, որովհետև ավելի վատն է լինելու արդեն Հայաստանի Հանրապետության չգոյության մասին։ Տեսեք, սահմանադրության էլ կարճ անդրադառնանք, նայեք, մենք պետություն ենք, որը ձևավորվել է նաև անկախության հռչակագրի վրա, հա։ Նիկոլ Փաշինյանը հանելու է այդ անկախության հռչակագիրը եւ մենք ունենանք սահմանադրություն, չգիտեմ ինչի մասին, այսինքն մենք ելնելու ենք բիոզանգված ինչ որ ազգային բոլոր ինստիտուտները, հետագայում իրեն պարտադրել են փակել առաքելական սուբ եկեղեցին, որովհետեւ կասեն մեր մուսուլմանական ադաթներով մեզ խանգարում է, որ դուք եկեղեցական եք, այսինքն դուք քրիստոնեական եք, հրաժարվեք քրիստոնեություն, Նիկոլ Փաշինյանը պետք է դուրս գա, ասի դե գիտեք ինչ կա, պետքա հրաժարվենք, էլի մենք ոնց քրիստոնյաներ։ Դե ժողովուրդ ջան, բայց ասեք խոսքի ոնց ալնենք, էլի քրիստոնյաներ, իրեք պետություն կողքներս կա, սա մուսուլմաններ, մենք էլ պետք է մուսուլմաններ ենք, որ ինտեգրվենք, բան նախկինները ձեզ խափել են, ասել են, որ դուք պետք է քրիստոնյա ալնեք, դա այս կոնտեքստում իրանց այդ մանիպուլյացիաների եւ խափկանքի կոնտեքստում ինչ որ դες բաներ պետք է ասեն։ Հիմա տեսեք, մենք տեսնում ենք կոնկրետ հակառուսական գործողություններ հիմա այսօր, հա, որ ձեր ասած զենքը որ բերում են, ոչ մի ձև չեն բացատրում։ Ու ինչ զենք է, ինչի մասին է, շատ լավ նախաձեռնություններ Ամերիկայի դեսպանատան դիմաց ինչ որ այդ բիոլաբորատորիաների մասին, որ խոսում են բարձր ձայնում են, էլի դա լավ է։ Հետաքրքիր է նա, որ մարդիկ սկսել են արթնանալ։ Սա ֆիքսում ենք։ Սրա վախն է Նիկոլ Փաշինյանի մոտ։ Տեսեք, դա մենք չենք կազմակերպել, դա քաղաքական այն գործընթացի մի մասն է դարել, որ քաղաքացիները, հա, թեկուզ փորձագետները գնում են սկսում են ակցիաներ իրականացնել, որտեղ իրանք համարում են իրենց այո քաղաքականացված, որովհետև այսօր Հայաստանում չկա ապա քաղաքականացված մարդ, չկա, դա սուտ է։ Այդ մարդը ով ասում է քաղաքականությամբ չեմ զբաղվում, ինքը Հայաստանի Հանրապետության կողմից չի խոսում ուրեմն, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետությունը քաղաքական գործընթացների ներքո որոշում է իր ճակատագիրը, որի առաջատար այսօր դրոշակը Գյումրու ընտրություններն են, որի մեջ պետք է մեծ ներգրավվածություն ունենա Հայաստանի Հանրապետությունը, յուրաքանչյուր քաղաքացի պետք է Գյումրեցու իր բարեկամին զանգի ասի, չընտրես իշխանության ներկայացուցիչ։ Պարոն Դանիելյան, մենք ունեցել ենք դիմընտրություններ, որտեղ չի հաղթել ՔՊ-ն, բայց դրա հետևանքները մենք տեսանք, հա, կամ վերջում ծաղիկներով դիմավորում են Աննա Հակոբյանին, կամ քրեական գործերով, ամիսներով, տարիներով նստում են կալանքի տակ։ Հիմա ինչով եք համոզված, որ Գյումրի ընտրությունները դառնալու են, այսպես ասած, վերածննդի զարթոնքի ինչ որ նախ ասեմ։ Նախ Գյումրին Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է ու շատ կարևոր է։ Ինքը ստրատեգիկ նշանակություն ունեցող քաղաք է առհասարակ։ Երկրորդը մենք չենք կարողացել մնացած դիմընտրությունները քաղաքականացնել այն աստիճանի, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցների ձեռքերը սկսի դողալ, ոնց որ հիմա է դողում, հա, որ դուք քաղաքականացրել եք այդ ընտրությունները, ընտրությունը քաղաքական process է, առասարակ սա մեր քաղաքացիներն եմ ուզում ասեմ, որ ընտրությունը դա քաղաքականություն է, ռեալ պոլիտիկա, չգիտեմ ինչ
իրանք բանջարաբոստանային դիվանագիտության կամ քաղաքականության գրքեր են կարդացել, որ ասում են, այ դուք քաղաքականացնում եք, քաղաքական գործընթացում սկաց ապաքաղաքականացնես, ասենք, էլի։ Կարա լինի ավելի մեծ սևեռում քաղաքական միասնականության առումով։ Հիմա տեսեք, կա երկու ճանապարհ։ Կամ Գյումրիում միասնական ընդդիմությունը հաղթում է Նիկոլ Փաշինյանին եւ ձևավորվում է Գյումրիում ճակատ, հետո տեսեք, դուք ասում եք, բայց մենք փոքր-փոքր քայլերով տեսեք ինչքան մեծ բաների կարանք հասնենք շուտով։ Արդեն որի երրորդ քաղաքը կլինի, որ Նիկոլ Փաշինյանը պարտվում է իդեմս Երևանի, որտեղ Երևանում էլ է Նիկոլ Փաշինյանը պարտվել, ուղղակի տենց ինչ որ իրանց մուտիլովկայի, իրանք վարպետ են մուտիլովկաներ, իրանք մուտիլովկայի արդյունքում ինչ որ ձև քաղաքապետ ընտրվեց Տիգրան Աբունյանը, ով ուղղակի տոտալ ոչնչացրել է կանաչ գոտին Երևանի, ով ջնջել է ամեն ինչ որ սարքած է եղել երկար տասնամյակներ, այսօր կարող եք Երևանում ասել այդ ծառերը կտրած տեսնել եւ մարդու սիրտը ցավում է որ տեսնում է թե իրանք ոնց են փչացնում օդը եւ առհասարակ կլիմայական պայմանները Երևանում, հա։ Հիմա Գյումրու մասով ասեմ, տեսեք, մենք կարող ենք տեսնել միասնականություն կամ կարող ենք տեսնել այն դիմադիրներ, ովքեր կասեն դե մենք իրար չենք աշխատում եւ այլն։ Պարոն Դանիելյան, նախադիալներ կա այդ միասնական ընդդիմություն ձևավորելու, երբ այնտեղ իբրև ընդդիմադիր տեխնացուներ կան, ովքեր դեռ մինչև այսօր էլ հանրապետական են մերժում, Վարդան Ղուկասյանը օրինակ։ Տեսեք, ովքեր որ չեն միանալու ընտրություններից, տեսեք, մնացել է ընդամենը 1 շաբաթ։ Ովքեր որ Նիկոլ Փաշինյանի դեմ կոալիցիա չեն կազմելու, իրանք Նիկոլ են։ Եվ ժողովուրդը իմանալու է, որ սրանք Նիկոլ են փաստում, շատ լավ ալնելու։ Դա սա էլ է ինքնամաքրման մի գործընթաց է, որ ամեն դեպքում այդ միացողներ չմիացողները Հայաստանի ընդհանուր ռեալ պոլիտիկի մեջ մեծ ինչ որ տեղաշարժ չեն անելու, բայց իրանք ցույց են տալիս, որովհետև մենք գիտենք, չէ, ում հետևում ով է կանգնած։ Ով է ում սատարում եւ ըստ էության մենք կհասկանանք, թե այդ ով ում որ սատարում այսինքն ուզում են պահում են Նիկոլ Փաշինյանին իշխանության։ Ամեն ինչ անում են, որ Նիկոլ Փաշինյանը մնա, թե իրականում փորձում են նենց անել, որ Նիկոլ Փաշինյանը գնա։ Հիմա բարձ կլինի։ Կարեն Սիմոնյան տեխնացուն, որը Մայր Հայաստանի քաղաքապետի տեխնացուն է, մենք մինչև ընտրությունները չգիտեինք, որ նման քաղաքական գործիչ կա առհասարակ, կամ երբևէ Նիկոլ Փաշինյանին մերժել է, չի մերժել։ Ու այդպես շատ տեխնացուների մասին կարելի ասել, որ 18-ից այս կողմ մենք չենք տեսել, որ Անդրանիկ Թևանյանը մարդ է, ով համագործակցել է Սորոսի հետ։ Այդքան ամեն ինչ ասում է Անդրանիկ Թևանյանի մասին, բայց քանի որ նախընտրական հիմա իրավիճակը, եկեք այդ թեմայի մեջ շատ ներգրավվածություն չունենանք խոսքի առումով հիմա, թող տեսնենք, կարող է իրանք իրենց ճիշտ են պահում, կարող է սխալ են պահում, հետո չասեմ, որ մենք անում ենք PR կամ հակաքարոզ եւ այլն, թող գյումրեցիները ընտրեն ոչ նիկոլական տեխնացուներից յուրաքանչյուրին, թեև ես իմ անձնական կարծիքն է, ես ուղղակի գյումրեցի չեմ, եթե ես գյումրեցի լինեի, կընտրեի կամ ուրեմն Ռուբեն Մխիթարյանին կամ Մարտուն Գրիգորյանին։ Իմ անձնական համակրանքի արդյունքում։ Դրա համար բայց ես խորհուրդ չեմ տալիս ոչ մեկի մասով, թող մենք չենք խառնվում, թող գյումրեցիները նիկոլականներն են Երևանից մարդ տանում Գյումրի, որովհետև այնտեղ աջակցություն չունեն։ Իմ նշած գյումրեցիները կարիք չունեն, որ մենք իրանց Երևանից աջակցենք, իրանք իրանց համար այնտեղ շատ լավ քարոզարշավ են իրականացնում եւ նորից եմ ասում, քո քաղաք ուրիշ քաղաքից մարդը բերելը, որպեսզի քո համար քարոզարշավ իրականացնի, ուղղակի ծիծաղելի է, եկեք այդ Վահագն Ալեքսանյան բանման այդ Պլինտուզից ցածր մակարդակի քաղաքական գործիչները։ Չէ, լավ է, թող գնան, որովհետև դրա վարկալիշը ավելի է ընկնում, որովհետև մարդիկ Սարիկին, եթե մինչև հիմա դեռ տեղը չէին բերում, լուսավոր Հայաստանից է, թե որ կուսակցությունից է, հիմա գնում են այդ մարդիկ եւ ասոցացվում են։ Հիմա տեսեք, Նիկոլ Փաշինյանը ունի խայտարակ վարկանիշ։ Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշը մնացած քաղաքական ուժերից պայմանավորված է միայն նրա իշխանության լինելով։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի տեղ որ պոլիպեդ դնես իշխանության, կունենա այն վարկանիշը, կամ ավելի բարձր վարկանիշ, որովհետև պոլիպեդը օգտակարության գործակից ունի։ Իրանք օգտակարության գործակից չունեն, իրանք օգտակարության գործակից ունեն այլ պետությունների համար, մեր պետության համար չունեն օգտակարության գործակից։ Հիմա տեսեք, մեր առաջ բացվում է դռներ,
որոնց միջոցով մենք գրանք Նիկոլ Փաշինյանին այո հեռացնենք իշխանությունից միասնականության արդյունքում։ Հա, պետք է լինի այդ միասնականությունը ուզես թե չուզես, ազգային միասնականությունը պետք է լինի։ Եթե ազգային միասնականություն լինի, մենք կձևավորենք այնպիսի դիմադրության ճակատ, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի հեռանալ, որովհետև լրիվ դեմոկրատական, հա, ժողովրդավարական ճանապարհով հնարավոր է իշխանությունը փոխել իմպիչմենտի գործընթացով։ Լրիվ ժողովրդավարական, լրիվ օրենքի շրջանակներում, որպեսզի իրանց մենք թույլ չտանք անգամ որ ինչ որ գործողություններ անեն իրանք անօրինական գործողություններ, դա կարող ենք թույլ տալ, եթե փողոցում լինի ոչ թե 20,000, այլ 200,000 մարդ։ Հիմա մեր հայրենակիցները թող ասեն իրենց խոսքը։ Եթե ընթացքի մեջ իրանք կուզեն գործողություններ անեն, իրանք պատրաստ կլինեն փողոցում պայքարը ոչ թե նստեն ու նայեն թե ես ու դու ոնց ենք պայքարում մեզ մասին կամ լավ կամ վատ կարծիք հայտնեն, այդ ժամանակ մենք կունենանք նոր իսկական հայկական օրակարգ, կունենանք ազգային կառավարություն, կունենանք հնարավորություն մասնակցել իրական ընտրությունների, քաղաքական ուժերին հնարավորություն կընձեռնվի մասնակցել ընտրությունների եւ այլն։ Ես վստահ եմ, որ տեսանելի ապագայում հնարավորություններ կլինեն այդպիսի։ Պարոն Դանելյան, այս վերջին 7 տարին մեզ թվում էր, որ ընդդիմությունը իսկապես միասնական է, նաև Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացնելու գործընթացում, սակայն բավական էր մի փոքրիկ խայծ եւ պարզվեց, որ ընդդիմադիր ուժերի միջև կան լուրջ խնդիրներ եւ մարդիկ պատրաստ են ավելի ջերմեռանդ պայքարել նույն ընդդիմադիր տարբեր թևերի դեմ, քան Նիկոլ Փաշինյանի։ Հիմա ինչով եք համոզված, որ հնարավոր կլինի այդ այսպես ասած մաղով անցկացնել եւ իրապես ունենալ միասնական ճակատ։ Եթե մենք խոսում ենք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների մասին մասնավորապես, այդ զարմանքը մենք էլ ենք ունեցել, որովհետեւ մենք փաստորեն պայքարել ենք մարդկանց հետ փողոցում որոշների, ովքեր որ մեր մեջքի հետևում այս պայքարելու ընթացքում խոսացել են, որ ինչ որ բաներ են խոսացել, որոնք ապացուցելու ճանապարհին ենք խայտարակ են եղել ուղղակի նոր հայրենակիցները մեր տեսել են թե այդ մեղադրանքները կեղծ մեղադրանքները հոդս են ցնդել ուղղակի, բայց ես դրա համար իմ խոսքում հատուկ նշեցի ժողովրդի հետ միասնականությունը։ Մենք պետք է ունենանք ազգային ուժերի հետ միասնականություն, տեսեք իրենք խոսում են ինչ որ ամբիցիաների մասին, խոսում են ինչ որ քաղաքական գործընթացների մասին եւ այլն, բայց ազգային ուժը ով ունի պահպանողական մոտեցում, կարող է անգամ չանցնել կամ չդնել իր տեխնատությունները ընտրությունների ժամանակ, գիտակցաբար, որ իր քաղաքական ուժը կարող է առհասարակ գոյությունը դադարեցնի, բայց իր պետության համար օգտակար գործ անի։ Փրկության համար ինքը պետքա նայ եթե մասնակցությունը կփրկի իր երկիր ընտրությունների կամ փողոցային պայքարի, պետք է այդ ճանապարհով գնա, եթե չէ, պետք է այդ ճանապարհով գնա։ Հիմա մենք ազգային ուժերը, ես վստահ եմ, որ մենք գլոբալ առումով, հա, ունենք ազգային ուժեր, եւ այդ ազգային ուժերը ունեն այնքան կամ կունենան այնքան միասնականություն, որը թույլ կտա, որ նրանք իրականացնեն պայքար, որը կբերի Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Պայքար անունը կլինի impeachment, թե կլինի անհնազանդությունների ակցիաներ, թե կլինի անվստահություն կառավարությանը, թե ինչ կլինի, ես չգիտեմ, բայց առհասարակ այդ միասնականությունը կոնսենսուս մինուս 1 սկզբունքով, այսինքն ոչ թե ինչ որ մեկին իշխանություն բերելու պայքար լինի, այլ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պայքար լինի, եւ այս երկու բաղադրիչը շատ տարբեր են, Հրանտ ջան, շատ խիստ տարբեր են, հա, մենք պայքարում ենք իշխանության գանք, թե պայքարում ենք մի հատ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հանենք, հետո ընտրություն անենք, դնենք ժամանակավոր վարչապետ Պետրոսին, ընտրություն անենք, դու հիմա այդ ընտրում ես մի կուսակցություն, թե երկրորդ կուսակցություն գնա ընտրի, ոչ մեկ ձերս էլ չի բռնում, թափածին ընտրություններ արվի եւ այլն, այդ խնդիրները լուծվի։ Մենք դրա կողմնակիցն ենք եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը տարիներ շարունակ ցույց է տվել, որ մենք չունենք ամբիցիա իշխանության գալու, մենք ունենք 100% ամբիցիա Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, բայց մենք բոլորի հետ հավասարաչափ, եթե ոչ ավել, բոլոր փողոցային գործընթացներում մասնակցություն ունեցել ենք եւ մեզ մեղադրողները, ովքեր
մեզ մեղադրում են հաճախ, որ մենք ենք Նիկոլ Փաշինյանին բերել իշխանության, երբ որ Նիկոլ Փաշինյանը կրակում է մեր վրա, իրանք մեր կողքին չեն լինում, իրանք տունը նստած են դնում դիվանի վրա, հեռուստացույցով մեզ են նայում կամ մեր փոխնախագահ Արմեն Աշոտյանի օրինակով չեն նստում 2 տարի բանտում իրանց պուտյովկեքով, իրանց լավ ապրում են, նորմալ ոնց որ պետք է ապրել, հա, այս Դուք խոսեցիք impeachment-ի մասին, սրան եմ ուզում անդրադառնալ։ Նիկոլ Փաշինյանը թերևս վախենալով հենց դրանից արդեն սկսել է, հա, ճնշումներ պատգամավորների նկատմամբ, այս շաբաթ սպասվում է գլխավոր դատախազի միջնորդությամբ անձեռնավախությունից պատրաստում են 2 պատգամավորի զրկել, այդ թվում ձեր կուսակցությունից Տարոն Մարգարյանին։ Ինչ կասեք այս մասին, մինչև ընդդիմությունը 1-2 կարող է Նիկոլ Փաշինյանը շատ ավելի արագ սկսի գործել եւ ճնշումներ կիրառել։ Տեսեք, նախ պարոն Մարգարյանի մասով ես ուզում եմ մեր հայրենակիցներին 2 բան ասեմ, թեկուզ պարոն Մարգարյանի փաստաբանը Բենիկ Գալստյանը մանրամասն ներկայացրել այդ փուչիկ գործը, ուղղակի sense մի հատ հետաքրքիր կարճ, հա, հիշեցում անեմ, որ եթե Տարոն Մարգարյանի վրա կար գործ, որը ստիպում էր գլխավոր դատախազին զրկել նրան անձեռնամխելությունից այդ գործի հատվածում, հա, որ գործ հարուցեն։ Այդ գործը 7 տարվա գործ է, որը որ նրանք քննում էին, հա, այդ ինչի իրանք հենց նոր որոշեցին։ Իրանք հենց նոր որոշեցին, որովհետև մեզանից ունեն մեծ վախեր եւ նրանք փորձում են ամեն ձև սանձեն հանրապետական կուսակցությանը, բայց ես նորից եմ ասում, որ Տարոն Մարգարյանը Անդրանիկ Մարգարյանի որդին է, ով խորհրդային միության բանտից չի վախեցել եւ Տարոն Մարգարյանը եւ հանրապետականներից յուրաքանչյուրը չեն վախենում որևէ բանտից։ Դուք պատկերացնում եք խորհրդային միությունը ու պատկերացնում եք մարդ, ով խորհրդային միության դեմ պայքարել է Հայաստանի անկախացման համար, ոնց որ Անդրանիկ Մարգարյանը Դուք պատկերացնում եք, որ Անդրանիկ Մարգարյանի կուսակցությունը, հա, եւ մենք կուսակցականները, ով այսօր պայքարում ենք, տեսնում ենք մեր նախագահ Սերժ Սարգսյանի պայքարը թուրքերի ու ադրբեջանցիների դեմ, թե ոնց ինքը չի վախեցել Իլհամ Ալիևից կամ Էրդողանից կամ Հեյդար Ալիևից ու հաղթանակները մեզ նվիրել, մեզ հնարավոր է բանտով վախեցնել։ Մեզ հրան ջան ինչ բանտի մասն է խոսքը, մեր վրա Բայվոյ գրանատներով են կրակել, իրանք սուտ են ասում, որ այդ բաները ժողովուրդ ցերելու համար զայլա 3-ներ են մեր վրա կրակել, մեզ բանտեր են նստացրել, մենք բոլոր այդ գործընթացների մեջ անցել ենք, դրա համար եմ ասում, մեզ հնարավոր չի դրանով վախեցնել, ոչ Տարոն Մարգարյանը, ոչ ինչ որ այլ կուսակցականների մեր, ովքեր որ պայքարում են իրենց հայրենիքի համար։ Սա կեղծ օրակարգ է, բայց Նիկոլ Փաշինյանը ամենն անկեղծությամբ ինձ թվում է, որ հասկանում է, որ իր գնացքը գնացել է, որովհետև ինքը պահում էր իրան գոնե որոշակի տոկոսով աջակցության, հա, քաղաքացիների, այդ տոկոսը նա այլ չունի։ Եվ այդ տոկոսը չունենալու արդյունքում Նիկոլ Փաշինյանը հիմա փորձում է, տեսեք, այդ նախկինները կեղեքել են, բան այդ թեզը չկա։ Արցախցիներ, Արցախ, բանման այդ թեզը չկա։ Նախկիններն են մեղավոր, թե չէ հեսա փողոցում են, հեսա թե չէ գերիներին չեն տա պատերազմին, այդ թեզը չկա։ Նիկոլ Փաշինյանը մնացել է ինքը իր ստերի հետ։ Եվ ինքը իր ստերի հետ փորձում է պայքարել ժողովրդի դեմ, հա, ժողովրդի խաբելու համար, որպեսզի ինքը անցկացնի։ Զենք մնացել է իր ձեռքում, Ոստիկանությունը խաղաղություն է բերելու, հանկարծ կարող է իշխանափոխություն լինի, այս խաղաղության ծրագիրը։ Հարգելի Հրանտ, ես ուզում եմ վստահեցնել, որ դա այդպես չէ։ Ինչու՞, որովհետև հենց հիմա ես նորից եմ ասում, մենք դուրս գանք փողոց հարցնենք մեր հայրենակիցներից, այդ մարդիկ Նիկոլ Փաշինյանից մենակ պատերազմ են սպասում։ Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացու ամենամեծ մտահոգությունը Հայաստանի անվտանգությունն է։ Եթե նրանք մտածում են, որ Նիկոլ Փաշինյանը խաղաղություն է բերում, երիտասարդությունը խի է այդքան արտագաղթում Հայաստանից, չտեսնելով ապագա Հայաստանում, ասելով, որ ախպեր, ես վախում եմ Հայաստանում մնամ։ Օբյեկտիվ է իրանց գնահատականը, իրանց վախի, հասկանում եք, այդ մարդիկ իրանց երեխեքին մեծացնում են։ Ասում եմ, մենք չենք վստահում այս մարդուն, ոնց բանակ ուղարկենք։ Չենք վստահում այս մարդուն, ոնց տանենք աշխատանքի, չենք վստահում, ոնց մարզային տնտեսություն դնենք։ Բիզնեսմենները փողերը վերցրել Հայաստանից գնում են, որովհետև սահմանամերձ, թեկուզ սահմանից
50 կիլոմետր հեռու հատվածներում վախում են տնտեսություն դնել, որովհետև ասում են ախպեր, մենք ստե որ տնտեսություն դնենք, թուրքը կարող է վաղը գա վերցնել, Նիկոլն ասի, մենք չենք կռվելու, մենք բանակցելու ենք այդ հողի համար։ Հողի համար չեն բանակցում, հողի համար մարդիկ իրենց կյանքն են տվել, իրենց քրտինքով ու արունով պահել են, դու հիմա ասում ես հողի համար մենք չենք բանակցելու, տենց հələ կերևա ինչ ալնելու, էլի։ Մենք հողի համար մեր հայրենակիցները 5000-ից ավել տղա իր կյանքն է տվել, ոնց կարելի է հողի մասին դենց խոսալ։ 200 քառակուսի կիլոմետր ինքը հիմա խոսում է ինչ որ ռեյնջ բանդ է, ինչ որ 1000-10000 դոլարով բաները հետ բերում է։ 200 քառակուսի կիլոմետր անում է 20000 հեկտար հող։ 20000 հեկտար հողը հələ մի հատ ամենամինիմալ այդ տեղի գումարով հաշվեք, տեսեք ինչքան գումար է անում, այդքան ինքը մենակ Հայաստանից հողը հանձն է։ Չհաշված ամբողջ Արցախը։ Հիմա Արցախի ժողովրդի խնդիրները ասում է Շահարամանյանն Արցախ հանձնել։ Դու Նիկոլ Փաշինյանը գնացել է Պրահայում ստորագրել, բայց դու ինչ էիր ստորագրում, եթե Շահարամանյանն հանձնել։ Ասում է Շահարամանյանը ստորագրել է լուծա։ Ինչն է Շահարամանյանը հանձնել, եթե դու գնացել ես Պրագա, նստել ես Մակրոնի ու բանի կողքը, Շարլ Միշելի կողքը, ստորագրել ես ընդունելով Արցախը Ադրբեջանի կազմի մեջ։ Իր հարցազրույցում էլ կրկնեց, որ մենք փոխադարձաբար ճանաչել ենք մեր տարածքային Հա, հիմա այսինքն ինչի մասն է խոսքը։ Քո ասածներից հետո է սկսել պատերազմը, մարդը գնաց Արցախ, ասաց Արցախը Հայաստանն է եւ վերջ, մենք մտանք պատերազմի մեջ։ Մեր ժողովուրդը շատ լավ գիտի, որ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պատերազմի կուսակցությունն է եւ պատերազմի սիմվոլ է Նիկոլ Փաշինյանը, պատերազմի եւ պարտության։ Հուսանք, որ այս անգամ չեն սխալվի։ Հուսանք։ Շնորհակալ եմ հետաքրքրության համար։ Ես եմ շնորհակալ։